Պարոն Հարությունյան, երկու հարց։ Առաջի հարցը մենք երբ որ սկսում ենք ընտրական օրենսգրքի քննարկումը այս հարցը ես տվել եմ։ Տեսեք դուք մեխանիզմներ եք նշում ընտրական տեղամասում process-ը իրականացնելու համար։ Եվ ես ուզում եմ, եթե դուք ունեք որոշակի ձևով հաշվարկված ժամանակ կամ նման փորձ ունեցող ինչ-որ երկրից, ինձ համար ուզում եմ հասկանալ, մեկ ընտրողը նման մեխանիզմով ընտրության մտնելու համար ինչքան ժամանակ է ինքը վատնում կամ օգտագործում, որովհետև այլապես որքան ես հաշվում եմ, փորձում եմ հաշվել process-ը, մենք կարող է խնդիր ունենանք, որ ընտրական տեղամասում դիմենք կուտակումներ եւ բոլոր այն ցանկացողները, որոնք կկան ընտրական տեղամաս, ժամանակի բերումով հնարավորություն չեն ունենա ընտրություններին մասնակցելու։ Սա մեկ, եւ երկրորդ խնդիրը, որը էլի նախնական քննարկումների ժամանակ եղել է, ես ուզում եմ այսպես նորից փորձից տարբեր երկրների դուք առաջարկում եք ընտրական օրենսգրքի նախագծով 50-50 տարբերակ, այսինքն 50 այսպես ասած կուսակցության ընդհանուր անձեռնխելի ցուցակ եւ 50% ուրեմն ըստ ընտրատարածքների ցուցակ։ Արդյոք սա ընդունված է, թե ուղղակի տարբերակ է եւ մենք այս տարբերակի շուրջ դեր քննարկումներ կարող ենք ունենալ եւ փորձել մեկս մյուսից համոզել։ Ժամանակի առումով մեկ սարքը փորձնական տարբեր տեղերում մոտավորապես 1000 ընտրողի է բավարարել, մենք երաշխիքի համար նախատեսում ենք միջինում 450 ընտրողի մեկ սարք, հաշվի առնելով պատմական տվյալները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշելու է որ տեղամասին քանի սարք ինչ նորմատիվով պատմական տվյալների հիման վրա պետք է տրամադրի, այսինքն ընդհուպ մինչև 4 սարք մեկ տեղամասում, որտեղ կան տեղամասեր, որտեղ զորամաս է քվեարկում եւ բավականին շատ ընտրողներ են, այդ պարագայում կաշխատի։ Ճիշտ եք նկատել, որ ընտրական օրենսգրքի այս նախագծում մենք գրել ենք մինչև 2 մասնագետ պետք է դարձնենք դա մինչև 4։ Ինչ վերաբերում է 50-50 հարաբերակցությանը։ Մենք բացարձակ հակադիր կարծիքներ կան ազգային ժողովում, մի մասը համարում է տարածքային ցուցակներին ավելի մեծ տեղ պետք է տալ, մյուս մասը համարում է լրիվ հակառակը, իհարկե հարցերը ենթակային քննարկման։ Ազգային ժողովում ցանկացած հարց ենթակա է քննարկման, այնպես որ հետաքրքիր կլինի լսել բոլորի կարծիքը եւ դարձյալ վերջում գալ ընդհանուրի։